Վերադառնանք մեր Հմ, նախորդ եթերում քննարկվող մի թեմային, թե ինչու մեր հասարակության մեջ այդպես չի, կամ ավելի խիստ դադարեց այդպես լինել։ Երբ որ հանուն հայրենիքի, հանուն իր հավատակիցների, ձեր բերած օրինակով Հիսուսի օրինակը կրկնող մարդու ծնողին իր գերեզմանի վրա բռնության է ենթարկում։ Դժվար թե դա բանն էլի կրկնելու ցանկություն առաջանա։ Ես առաջին անգամ որ այդ արարքը տեսա, ցավոք ես շատ եմ ցավում որ այդտեղ չեմ եղել, ոստաբար իմ կեցվածքը շատ խիստ է լինելու, բայց ինձ ստեղծված հնարավորությամբ ես միշտ օրինակը բերեցի եւ այն լրատվամիջոցները, որ ինձ հրավիրում էին, որոնք հնարավորություն ունեին այդ պահին տեսանյութ տեղադրել, ես միշտ տալիս էի իրենց մի փոքր կտոր, երևի մի 5-10 վայրկյանանոց, որտեղ նահատակ իրանական շիա գոտի ստեղծող Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Երուսաղեմ կամ Ալ-Կուդս ստորաբաժանման հրամանատար նահատակ Սուլեյմանի կեցվածքը զոհված զինվորների ծնողների հանդեպ ինքը սովորաբար հանրային դեմք չէր, թեև շատ մեծ հեղինակություն էր, հա, եւ մի տեսանյութ կա, որտեղ ծնողները կանգնած են մայրերը, ոչ մի չի ասում ինքը, խոնարհվում է, համբուրում է զոհվածի մոր ոտքերը ու դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն մեր ընկալումները մեր զոհվածի մոր միայն խոնարհվում, այնքան մինչև գլուխը իջնի ներքև։ Հիմա պատկերացրեք մեր մոտ գլխի վայր այդ վիճակը շուռ է եկել։ Այսինքն ոստիկանի համար հրաման կատարելը, մի փոր կուշտ հաց ուտելը, հա, հետո գործից հետո մի անառակի հետ շնանալը, իրիկունը տուն գնալ 2 կոպեկ փող տանելը, չգիտեմ ոնց, չգիտեմ ինչ, իր համար կյանքի իմաստ է։ Հիմա ես կյանքի իմաստն եմ ասում։ Այսինքն, երբ որ կյանքի իմաստը ապրելն է արարքներով, որը քեզ հնարավորություն կտա որպես անձ, որի արարքները հիշվի նաև հաջորդ սերունդներում, եթե շատ ավելի մեծ արարքներ է քո ժողովրդի կամ մարդկության համար, իսկ քո արարքներով երբեք չհամաչեն քո հաջորդ սերունդները, եւ քո կյանքը իմաստավորված լինի ոչ թե նյութի կամ մամոնայի իշխանությամբ, այդ մարդը երբեք իրան թույլ չի տա բացի խոնարհումից զոհված զինծառայողի մոր առջև այլ կեցված, նույնիսկ եթե ոստիկան, նորից եմ ասում, Ալ-Կուդսի հրամանատարը խոնարհում եւ համբուրեց ոտքերը, ներքև իջավ, այդ երկի իրական կառավարիչներից մեկն էր, շարքային մի զինվորի մոր, հիմա դուք պատկերացնում եք Իրանի հասարակությունը, անկախ ազգային պատկանելությունից, իսկ այնտեղ ազգային փոքրամասնություններ չկան, այնտեղ կրոնական փոքրամասնություններ եւ մեր հասարակությունը։ Եվ մեր հասարակության ընկալումը զոհված զինծառայողի նկատմամբ նման արարք։ Ասենք, եթե տեսականորեն այդտեղ շատ քիչ քաղաքացիական մարդիկ են, հա, եղել, ասենք հասարակության ընդվզումը ավելի մեծ դիլներ։ Բայց օրինակ հասարակության ընդվզումը կարող մեծ լիներ նախկին իշխանությունների ժամանակ տրանսպորտի 150 դրամ դարձնել, հիշում եք, չէ՞։ Պատկերացնում եք նյութն, այսինքն նյութի իշխանությունն է, ոնց ինձանից 50 դրամ ավել է ստանում։ Հիմա նայում եմ, ես զուգահեռում եմ Իրանի հասարակությունը։ Բայց հիմա այդ 50 դրամի դեմ էլ չեմ բողոքում, ճիշտ ասած։ Հա։ Մենք դրան, բայց դա ավելի շատ դուք վստահաբար լավ եք պատկերացնում, այդ հասարակության հույզերը կառավարվում։ Իհարկե, Եվ 50 դրամի դեմ բողոքող, եւ նրա դեմ չբողոքող։ Հա, բայց այդ կառավարվող հույզերով մարդիկ այնուամենայնիվ ունեն բանականություն։ Իրավիճակը գնահատելու իրենց տրվում է հնարավորություն։ Աստված միշտ մարդուն տվել է ընտրության իրավունք ամեն պահ։ Ուղղակի Աստված իր պատվիրաններով, իր մարգարեներով ասում է որն է լավ, որն է վատ, որն է չարը, որն է բարին։ Ընդհանրապես, բայց ընտրությունը քոնն է։ Հիմա երբ որ մեր հասարակությունը նյութն է ընտրել, ես օրինակ 3 եթերի հարց եմ տալիս իրավիճակ բան, ասում եմ 5 րոպե պակաս տարածաշրջան կարող է պայթի։ Այնքան որ ռուսական նավատորմը Կասպից ծովում 50 նավերով մարտական հրաձգության, որոնց վրա մեծ մասը կալիբր տիպի հրթիռներ են հզոր, որոնք իդեպ Կասպից ծովից խոցեցին Սիրիայի մահաբեկիչներին, հեռավորությունը պատկերացրեք։ Հիմա Ադրբեջանը կապած է։ Մեր Կասպյան 5 պետություն կա։ Դե ռուսները հետ զորավարություն չեն անում Ղազախստանի, Թուրքմենստանի կամ Իրանի դեմ։ Բնականաբար անում են Ադրբեջանի դեմ։
Այսինքն գործը հասել է այնտեղ, որ ռուսները ալևին մեկ անգամ եւս սաստում են, որ անկանոն շարժումներ չանի, հա։ Եվ այս հոգեվիճակում, երբ որ նայում ես իրավիճակը գնահատում ես, եւ մարդկանց այսօր վաղը մյուս օրը ապրելու իմաստը, կյանքը, հոգեվիճակը Ես նայում եի մեր նախորդ թողարկման մեկնաբանություններում, որտեղ մարդիկ հա ասում են, ինչ եք խոճապ տարածում, մենք խոսում ենք 50,000 պակիստանցի խոճապ այդ ահաբեկիչների մասին, 3 Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ իր քաղաքացիներին լքել Իրանի տարածքը, այո 3 իսրայելական բանակը ցամաքային գործողություններ է սկսել Գազայի տարածքում, հա, դուք արդեն նշեցիք Լեհաստանում արդեն զորքեր բերում ՆԱՏՕ Կասպից ծովում գործողությունները Լեհաստանի վարչապետը Զելենսկոյի զրույցից հետո հայտարարեց, որ իր զորքերը կգնան վերապատրաստվելու Ուկրաինայում, հետո ասին ուկրաինացիք կգնան Լեհաստան իրենց վերապատրաստելու եվրոպական տարբեր երկրներ զորքեր են ուղարկում Լեհաստան, այսինքն այս մեր շուրջ, այս ամեն ինչը մեր շուրջ է տեղի ունենում, մեզնից հեռու չի։ Այս ամեն ինչը այսպես եռում է եւ այս իրավիճակում մեր քաղաքացիները չեն ուզում լսել տրամաբանական վերլուծությունը, Ժորժ ջան, մեր շուրջ մեծ պատերազմի են պատրաստվում։ Այո Այդ 50,000 ահաբեկիչները չեն բերում, որ այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվեն, դա իրեն գյուղատնտեսությամբ զբաղվել չգիտեն էլ, ուրիշ բաներ գիտեն։ ԱՄՆ պատական չէր 907 բանաձև Ադրբեջանի Այո, որը թույլ է տալիս զինել Ադրբեջանը։ ամբողջովին առանց միջնորդների եւ ուղղակի